Բարևձեզ, հայտնի բարեկամներ, այսօր մեր հյուրն են Արոն Արիբեկյանը, սոցիոմետր անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրենը, փիլիսոփայության թեկնածու և փիլիսոփայության դոկտոր պրոֆեսոր Գյուլ Պողոսյանը։ Մեր այսօրվա խոսակցությունը մի քիչ տեսական է լինելու, խոսքը գնում է քաղաքական իմաստության մասին, որում քաղաքական իմաստության արտահայտումների մասին հատուկ պետական, Հայաստանի պետական քարտուղարություններ։ Եվ ես կխնդրեի խոսքը տալ պարոն Պողոսյանին և սկսենք երևի այդ տերմինի սահմանումից կամ պարոն Արիբեկյան, եթե ուզում եք դուք սկսել, խնդրեմ։ Ավելի գործնական նշանակություն ունի լավ տեսությունը, քանի որ գործնական փորձը եւ քանի որ արդեն ձևավորվել է հատուկ հանձնաժողով սահմանության բարեփոխման հետաքրքրը եւ որոշի հանրային քննարկումները մենք գործ ենք անում մի քիչ նախադրյալներ ներկայացնել հանրությանը Ֆեդերալապես համանadrությունը ինչ առաքելություն ունի հանրային կյանքում, ինչպիսին նա պետք է լինի, և ինչպես մենք պետք է ընդհանրապես վերաբերենք այդ համանadrության կոչվածը։ Ուղղակի պրոֆեսոր Պողոսյանը դիտը բազմաթիվ հոդվածների հեղինական այդ կանցի վերաբերյալ, ես էլ վերջերս հետազոտություն եմ կատարել նույնպես, որը շրջանակներում շոշափման ապագա քաղաքական զարգացումների միտումները, մենք գտանք պատասխանատու որոշում հանրության ներկայացնել նախ Պետրոսյանի պատկերացումները ապագա համանadrության վերաբերյալ և քաղաքական գործընթացների և որոշ բանի ես ասեմ մեր հարցումների արդյունքներից։ Նախ ասենք ինչ է նշանակում քաղաքական իմաստություն։ Սա Պլատոնի տերմիններն են, որոնք քաղաքական իմաստությունը դա գիտելիքի հատուկ ձև է, որի օգնությամբ կարելի է լուծել ոչ թե մանր, այլ համապետական հարցեր։ Դա արվեստ է հասկել ամբողջ հասարակության շահերը, երբ ոչ թե ինչ-որ մի խավի կամ մի հասարակության շահերը։ Առանց քաղաքական իմաստության, առանց լուծելու այդ համապետական հարցերը գոյություն չունի պետական շինարարություն։ Այդ ձևակերպումը Պլատոնի իհարկե արիստոկրատական բնույթ է կրում, սակայն 18-րդ դարում ստանում է այդ Պլատոնի ձևակերպումը ստանում է դեմոկրատական ձևակերպում և քաղաքական իմաստության միտքը այն է, որ կառավարությունը պետք է պաշտպանի հանրության շահերը և հենց կոնկրետ ասած մարդու հիմնական իրավունքները։ Նամանավան, որ մարդու հիմնական իրավունքները դա պետական իրավունքի սկզբունքներ են։ Նույն իհարկե մենք բոլորս գիտենք, այսպես արտահայտություն կա անմիջապես գործող իրավունք։ Այսպես անմիջապես այդ մարդու իրավունքները անմիջական գործող իրավունք է, այդ պետական իրավունքը։ Սովորաբար մեզ մտածում են մարդու իրավունքները ինչ-որ այստեղ են գտնվում, պետական իրավունքը ուրիշ տեղ է գտնվում։
Եվ հետո ասում են, նույնիսկ պրեզիդենտը կարող է ասել, պետությունն էլ իրավունք ունի, դա վկայության մասին ու նա տեսության մեջ ճիշտ ասած բան է։ Շատ ներողություն։ Բոլոր նախագահներն են իրենց երթվման հարաբերության մեջ այսպիսի խոստումների երթում են տալիս որոշակի նորմը, որտեղ ձեր ասած այդ բոլոր պահանջները կարծես թե ներառված են, բայց ինչպես պրակտիկան է ցույց տալիս, դրա շատ փոքր մասն է կատարվում, եթե կատարվում։ Այսինքն ինչ կապ ունի, ասենք, այդ տեսական պատկերացումը, ես դեր ասածից պարզապես հասկացա, որ կարծես թե իշխանությունները չգիտեն այն ինչ որ դուք ասում եք, ինչպես պետք է լինի, դրա համար չեն անում։ Տեսականորեն իհարկե չգիտեն, կամ շատ թույլ գիտեն, կամ լսել են ուղղակի այդպես։ Օրինակ, եթե մենք ասենք պետական իրավունքի մարդու իրավունքները հիմնական իհարկե, պետական իրավունքի սկզբունքները են, ես ասած ոչ մի անգամ չեմ լսել, ոչ Հայաստանում, ոչ Ռուսաստանում, ոչ մի տեսաբան։ Շատ լավ է, բացեցպես տարական բան է, բարարանը բացում է Բայց սահմանադրության հիմքում դրված են այդ աննկատելի իրավունքները։ Ապրելու, կրթություն ստանալու, գործելու, ապրելակերպ իրականացնելու, քվեարկելու, ընտրվելու այդ բոլոր ամեն ինչ կա։ Մենք դրա դեմ չենք, խոսք գնաց է դա իրոք ոնց իրականացնել։ Խոսքը դրան է։ Ուրեմն, եթե պարոն Պողոսյանը բանը շարունակի։ Շատ լավ հասարակություն։ Ես Պլատոնի վերաբերյալ Պլատոնը գտնում է, որ դիդակտորիկության դրքում պետք է լինեն իմաստունները, որոնք գիտեն ինչ են անում, գիտեն ոնց են անում, գիտեն ում համար են անում, ամենակարևորը կրվում են բարոյական պատասխանատվություն։ Եվ նրանք փոխեն կանոններ արարել սոցիալական խմբի կամարատի համար, արարվող ազգի ազգային կարիքների համար։ Հիմա վերադառնանք մեր օրերին։ Ռանոցը զանգվեց, ասեց Ռուսաստանը ներկում, մասնագիտություն ներկրոտի վրա, ուսերը նոր գրել լզով չորը։ Ասել ուսերում չկա դա, հայկական ոչ միան մասնագիտություն է, որը կազմենես ինչ պետք է, դե դզար փչած։ Ասի գրի ավտորի մունքի, Turțen prima. Բայց էլեկտրիկ չեմ, մոտորից չեմ բանում, ասեցի ոչ են, դու գրի դանթան գտնան։ Հիմա այս պարությունը, որ մեր խանությունը ուզեն դզենք չէ։ Եվ ինչ եմ դա ասում, որովհետև դզավ չած լեքենան նույն վարորդն անստի։ Նույն մոտորը, նույն բանը, շարժիչը նույն հզորությունն ունի։ Նույն բենզինի 10 նատանում, այսինքն բան չի փոխվում, եթե չփոխվի իրապես ամբողջ համակարգը ու ներառյալ մեծ։ Վերջին հարցումների մեր տվյալներով բնակչության 85%-ը իր կարիքների իրականացումը կապվում է երկրի նախագահի հետ։ Վարչապետի հետ, ազգային ժողովի նախագահի հետ, նախարարությունների հետ։ Բայց երբ որ խոսում է, թե ով է իրականացնում կարիքները, նրանք հիշում են ընդհանրապես 1,5%։ Ավտորիտար ռեժիմի հիմքը սա է, որ ինքը բան չի անում, բան կարող է։ Սպասում է, որ մեկը պետք է անի, սպասում է մի ընտրյալի, որը կարող է բոլոր խնդիրները լուծի։ Եվ պատրաստ է նրան ձայն տալ և աջակցել նրան լուծել։ Դե ժողովրդավարության խնդիր չէ, ժողովրդավարությունը մի ուրիշ բան է, դա համար պարոն Պողոսյանի միտքը, որ փորձ է արվում, այնպես անել, գոնե սահմանադրության միջոցով ձևավորել ժողովրդավարական համակարգ, որ մենք կարողանանք իրոք իրագործել մեր նպատակները հանրության միջոցով, հավաքական ուժերով, այլ ոչ թե մեկ մարդու կարողությամբ, որ դա անհնար է, դա ոնց է առողջ և ոնց է որ սկսում են հասկանալ։ Հիմա վերադառնալով սահմանադրական հանձնաժողովի քննարկումներին, միայն հույդառնանք ով, որ հանձնաժողովինի, ՀԱԿ արդեն իր բացասական կարծիք հայտնել, որ սա թաքնված միտում է, Սերժը փորձում է իշխանություն հավես դարձնի, ոչ թե մնալու որպես նախագահ, որպես վարչապետ, այլ որպես ազգային ժողովի
կա կուսակցության ղեկավար, որը վերահսկի ամբողջ համակարգը։ Հիմա եթե մենք ասենք խորհրդարանական համակարգի, միապետական համակարգի, սահմանափակ միապետության համակարգի, հանրապետական համակարգի, ժողովրդական դեմոկրատիա այդպես կոչված, ինչ է փոխվելու։ Թե որ դերակատարը մենք ենք, շատ կարևոր է մեր տղան մեր դերակատարության։ Ուրեմն ինձ թվում է, որ մեր խնդիրների լուծումը գտնում ենք ոչ թե այնտեղ, որտեղ լուծումը կա։ Դա համառության փոփոխման ոլորտը չի, այլ մեր քաղաքական դրդության հասունացման, քաղաքական հարաբերությունների ձևավորման, իրար հասկանալու, լսելու, համատեղ որոշում կայացնելու, գործընթացների կյանքի կոչելու։ Մենք այստեղ պետք է կարողանանք հայտնի հասնել։ Եթե հասանք, արդեն ինքնաբերաբար հարց կծագի, թե այս ամբողջության ո՞ր համալրությունը ավելի կարևոր։ Ու մեզ նույնիսկ հարց ենք տալի։ Ինչի մի պետությունը ընդունում է միապետական համակարգ, մեկը հանրապետական, մեկը խորհրդարանական, մյուսը չեմ անում ինչ միապետական։ Իհարկե այստեղ գործ ունի իր պատմական հիշողությունը, օրակարգային խնդիրները, ռազմավարական նպատակները։ Որ 90 թվականին հայ հաստատության համար գնում ենք առաջորդվածները, չարդը ծագեց։ Հայ ազգին որն ավելի մտերմիկ իրավունքի կերտվածքի համար քաղաքական համակարգը, նախագահականը, հանրապետականը, խորհրդարանականը, թե միապետականը, որտեղ հիշում եք, նա միապետ հայտնվեց, որ ուզում է վերականգնել Բագրատովների իշխանությունը, եւ այլն, այսինքն բոլոր փորձերը մենք ոնց որ անցնել ենք։ Ու այսօր պարզ է, որ մենք գտնում ենք ավտորիտար ռեժիմում, եւ ամեն ինչ կախված է ավելի բարեկիր կրծված ավտորիտար ղեկավարից, որը իր ավտորիտարիզմը օգտագործի սեփական ավտորիտարիզմը լուծարելու նպատակով։ Դա լուծարելու միայն բանը, որ ժողովրդավարական գործընթացները իսկ նման նախադեպեր աշխատել են, որ ավտորիտար իշխանություններով իր ավտորիտարիզմը դնի ավտորիտարիզմը լուծարելու։ Երեք կլասիկ օրինակ՝ Իսպանիան, Ֆրանկոն, Սալազարը, Պորտուգալիան, Արևմուտքն չի դեպի։ Իրանք ավտորիտար ռեժիմ ստեղծեցին, գնալու պատճառը իրանք դեմոկրատական երկիր են ստեղծել։ Նույն ճանապարհը մենք պետք է գնանք դրամատիկ 20 տարի առաջ արդեն ասում են, լսող չկա։ Այս անցումային շրջանում պետք է անենք, որը Մովսեսի առաքելությունն իր վրա վերցնի։ Եվ այստեղ Արոնուկի Պողոսյանացնը Մովսեսը պետք է իմաստու։ Ոչ թե ներխմբական մտածելակերպ ունենա, կարճատեսին եւ այլն, այլ լինի պոպուլար, այսինքն ընդունված ժողովրդի կողմից, պետական ժողովրդի շահերը միասնական եւ այնքան հեղինակություն ունենա, որ իրանցեն իր հետևից։ Այն ինչ որ կատարում է հիմա Ֆիլիպիներում, կարծես թե դրան նման է։ Ֆիլիպինները ուրիշ խնդիր ունեն դեպքերոնական գործում ավելի առաջնային։ Բայց մոտավորապես այո։ Եթե Մենդեսը կարողանար իր հեղինակությունը օգտագործել, կինը մնաց որպես պետ, պարզել որոնց այդ կրոնական իսլամական գործոնը, բուդդայական գործոնը բավականին ավելի առաջնային է, քան բանը։ Լավ, իսկ ինչ է խանգարում դեպքում մեր քաղաքական գործիչներին իրենց անունը ոսկի տալով իրենց պարտության մեջ։ Մենք չունենք օրինապաշտ քաղաքացի, որ եթե օրենքը փոխվում է, մենք սկսենք այդ օրենքը վախվել։ Մենք դրական մտածենք, իմաստուն ենք օրենքին ներկայել, թե մտածենք ոնց շրջանցի կայ։ Մի կլասիկ օրինակ վերեմ, երբ որ մեր խորհրդարանականները բանակցում են Գերմանիան Բունդեսրատի պատվիրակության հետ, փոխանակում են բան, Բունդեսրատը ասում է, այ վերջերս նույնպես օրենքներ են ընդունել, ճիշտ է, շատ պոպուլար չէին, բայց պետք էին, ու մենք վերջապես ընդունեցինք, մեր հարցը բայ հետո, ասում են, ընդունել ենք։ Ո՞նց եք իրականացնում։ Եթե մենք ընդունենք, բոլորը պարտավոր են հետևել, որտեղ ունենք իրավապաշտ, օրինապաշտ քաղաքացի է։ Մեզ մոտ օրենք ընդունում են, հետո մտածում են, ոնց անենք, որ կյանքի կոչենք։ Որտեղ օրենքը չի գալի կյանքի,
Չինայում կյանքի զարգացումները, Չինայում ոնց անենք, որ սոցիալական խմբի հետ կապենք այդ, որ նա կարողանա իր գործնականում իրականացնել այդ նորմերը։ Մենք նման խնդիր ունենք։ Հասկանալի է, օրինակ բարդ քաղաքացիություն վերադառնանք իհարկե, բայց ես կուզենայի այնուամենայնիվ ձեր գնահատական տալ հետևյալ խնդրի շուրջ։ Այն նախորդ հարցի ինչու մեր իշխանությունները այդ առաքելությունը չեն վերցնում որպես նպատակ, որովհետև եթե հիշում եք, մեր առաջին նախագահը իր ընտրության զաների քվեով նա հսկայական իշխանություն 82%։ Եվ մանավանդ առաջին տարիներին չնայած տնտեսական դժվարությունների, նա եթե այսպիսի նպատակով քայլեր ձեռնարկեր, նա հաջողությամբ կհասներ։ Այստեղ մի խնդիր կա, նպատակը պետք է միջոցների համապատասխան լինի։ Դու կարող ես շատ իդեալ նպատակ ունենալու միջոցներ։ Բոլոր նպատակները ինքնուրույն տակը միջոց չի եղել։ Ենթադրվել է, որ մենք պահպանենք սովետական միության ժառանգած կարողությունները, բայց միությունը անհետացավ 1476-876 լաբորատորիայից լուծարվել, մենք ունեցանք մոտ 1.5 միլիոն գործազոր։ Այդ հենքի վրա ինչ նպատակ կարող ես իրականացնել եւ ինչ միջոցներով, ուրեմն պետք է նպատակը դնել համապատասխան այն կարողությունները, որը մենք ունենք այն ժամանակ մտածենք, որ այդ կարողությունները զարգացնենք, ոչ թե նպատակին։ Ձգտենք ամեն մի եթե ձեր տրամաբանությամբ կուտենանք հարցին, ապա այդ հնարավորությունները աստիճանաբար կարծես թե աճել են եւ դեռ չեն աճել, ինչի Բելարուսիան չգնաց մեր ճանապարհով, ինչի Ղազախստանը չգնաց մեր ճանապարհով, Ուզբեկստանը, Ադրբեջանը պահպանեցին խորհրդային իրանք ավելի ճկուն ունեն, ոնց տան գրուկ չէին ու արմատական չէին, ու ավելի խելամիտ էին, ավելի իմաստուն էին, Քիչի ըլնա Լուկաշենկոն, որ Բելարուսիան ունենա նույն ազատությունը որ Եվրոպան կամ Ազերբայջանը։ Անհնար է, այս իրավիճակում անհնար է այդ նպատակի իրականացումը, բայց նրան գնալը պետք է անես աստիճանաբար, ոչ թե բերես արտագաղթի։ Հայաստանում 5 միլիոն մարդ պետք է ապրել, 2.5 չկա։ Էլ լումանա այդ շատ լավ։ Ես ուզում եմ պարոն Պողոսյանին հարցնել անունանիվ, իսկ որտեղ եք տեսնում այդ քաղաքական իմաստության առկայությունը։ Այդ ինչ գործընթաց կա, որը որ կարելի է անվանել, որ այդ իշխանությունները կարծես թե դեպի ճիշտ քաղաքական ուղղությամբ։ Ուրեմն այն կառավարությունը, որը ունի այդ ուղղությունը ձգտում է դեպի քաղաքական իմաստություն համարվում է, ինչպես ներկայացնում պոպուլար կառավարություն։ Եթե նա պոպուլար չի, այսինքն ամբողջ հասարակության շահերը չի պահպանում, մարդու հիմնական իրավունքները չի ապահովում, ապա պետք է հեռանալ կամ հեռացնել Ջեֆերսոնի տեսություն, որը մենք տեսնում ենք իրականացված ձևով եւ դեկլարացիայով եւ ամերիկյան համագործության մեջ։ Հիմա մեզ մոտ ինչու այդ նպատակներին մեր չեն կարողանում հասնել, որտեղ նրանք զուրկ են հենց քաղաքական իմաստությունից զուրկ են։ Չկա այդ բանը։ Այդ դեպքում ինչ միջոցներ ունեն, որ նոր պարոն Ադրբեջանը ասած միջոցներ են դիմում, այսինքն իրանց հետուտակնով հնարքն է խորամանկություններ ձևակցնում են դեմոգրաֆիա։ Այո, ինչ-որ այդպես մի բան թաքնված անպայման լինի, օրինակ, երկու օրինակ ներկայիս բերեմ, բաց լինի, կապված մեր ոչ միայն ժամանակին կյանքի հետ է կապված։ Առաջինը սահմանադրության մեջ այդ անընդմեջ բառը, որ պետք է սահմանակել
դու ես մեզ ամերիկյան համալրությունից կալոմաններ են ասել։ Ամենագոք չի կարող երկու անգամ ընտրվի նախագահի մեզ մոտ գրված անընդմեջ more than twice ավելի քան երկու անգամ չես լրի վերցնում է մսում են մեր համալրության մեջ կամ Ռուսաստանում կամ մեզ մոտ Ղազախստանում եւ այլն Բելարուսիայում մի փոքրիկ բառն ավելացնում որը նույնիսկ աննկատելի է Unfinished. Successively. Which, I mean, it's focus. Democratian, Democrat. I think in Baikar, Sarakan, Tsama, Ishkanujan, I think in Yerku Jamket Nastasi. Մեկ ժամկետ բացվեց, նորից երկու ժամկետ նստեցիք, մեկ ժամկետ եւ այն, ինչ կյանքի դրոշ։ Սա այս է հնակը։ Հիմա որն է այստեղ արկայցումը, այսպես ասած, արկայցումները մեր պրեզիդենտները դա շատ մեծ հեղափոխություն է նրանց, կարելի է դες գլխներում, որ ասում են, օրինակ Սերժ Սարգսյանը ասում են, երրորդ անգամ չի պետք իրավունք ունենա այդ նույն ասնավորությունը, ընտրելու իրավունք չպետք է ունենա, իսկ Ռոբերտ Քոչարյանը անսպասելի օրինակ, ասում է, բաշակիչ բան ասում, թե այդ հոդվածից, ժամանակության 50-րդ հոդվածից, անընդմեջ բառը պետք է հանդի, իզիակ, սա մի ամբողջ հեղափոխություն է, այդ մարդկանց գաղափարների մեջ, օրինակ Ռուսաստանում այդպես բաններ չեն Բայց Լևոն Տեր-Պետրոսյանը ինչ ասում, հանեցին, անցան խորհրդարանական իշխանության օրինակի համար, կամ այդ երրորդ անգամ դառնա խորհրդարանի նախագահ, մի րոպե, մնում է կուսակցության ղեկավար, այսինքն հոգևոր առաջնորդ, դառնում իսլամական իրանական հանրապետություն, որ Հոմեյնին դառնում է երկրի սիմվոլը, ուղղությունը որոշող է, ձեւ գործադի իշխանությունը մնում այն շրջանակ այլ անձերի մոտ։ Բան չի փոխվում, նոր եմ ասում, թե ազգի որակից մենք պետք է խոսենք։ Խոսենք ազգի որակից, եթե մենք զայնտակ խոսենք ազգի։ Մենակ մի բառով եթե կարողանանք եվաշրջում անենք, իհարկե դա կլինի հանճարիք մի բան, բայց դե խնդիրն ավելի պարզ է։ Մի քանի սերունդ մենք պետք է կոչվում է քաղաքական սոցիալիզացիա, սոցիալականացում, ձևավորել նոր արժեք համակարգի մեջ, որ երեխան մեծանալուց հասկանա, որ ինչնով է, ինչ իրավունք ունի, ոնց կարող է այդ իրավունքները պաշտպանել, ինչին է պետք է գնալ։ Իսկ դուք չեք կարծում, որ դա ինստինկտ պատասխանում ավելի գլոբալիզացիայի հետևանքով եւ որ կայացնել այս քաղաքացիական շարժումներն են, որտեղ երիտասարդությունը բավականին ակտիվ իրենց զբաղվում են եւ իրենց իրավունքները կարծես լավ են հասկանում։ Եթե նրանք Այսինքն իրանք հիմա են ուզում այդ ոչ թե հետո մի քանի սերունդ տեսեք դեմ պայքարը կուտակայինի հետապնդում է շատ փոքր խնդիր եթե մեկը մտած իրապատկային մասին նա ժամանակային նա դիգնի կող բայց նա անում այսօր երկում է նա արդեն քաղաքացիներն ավելի մտածում են պետության սահմանների մասին Այս երկրի քաղաքացի։ Ոչ թե հանրապես Հայաստանի Ցանկացած երկրի քաղաքացիներով նա պետք է կարողանա ամենից ստրատեգիա ունենա ռազմավարության կենսական եթե նա չի կարող ոչ իրավունք պաշտպանի, ոչ ինքնագործի Եթե սերունդապ այսօր հիմա ուսումնելու ռամավության տակարում, բարձր ինչ է փոխվել է, որ 40 տարի դա հետ ստանում։ Մեկ այսպես չեմ ապրել, սեր կարտակի չեմ դինել։ Դետ կամ և ապրել Շատ Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը ասում է ինչ-որ նա ինչ է տեսնում, ինչպես ամեն երաման գործը ինչ է տեսնում, կամ ուզում է տեսնել, հնանք է։ Իսկ ես է ընդհակառակ, հնանք մասին խոսելան քան չի կարելի, սա, ինչպես ես ասում եմ, պնդում եմ, և ավասում եմ, զանազան մոտվածներով,
դա արդեն քաղաքական իմաստության արկայցում է, ոչ թե ինչ-որ բան, էլի հնար, որովհետև մարդը չի հասկանում, իր բանում ասում, չի հասկանում, այդպես է սովորում, և այդպես է շարունակում։ Հիմա, մյուսը, այդ որ մենք ժամանության մասին ասենք, օրինակ Ռուսաստանում կամ Բելարուսիայում ոչ Ղազախստանում չի խոսում ինչ-որ ռեֆորմի մասին, սա էլ է արկայցում, նրանք շարքերս է կեսում մանան, կեսում իմ ուշը շուտ ընդհանդրեպ սարական ինչ-որ բան համակարգ։ Հիմա մյուս որ դուք ասում եք երկասարդի մասին, այդ կուտակային օրենքի ոչ միայն կուտակային, այլ տարբեր նախաձեռնություններ։ Օրինակ հիմա միած կա նախաձեռնություն նոր կոչվում է ռուս մեդիապաններից։ Սա նույն բանի մասին է խոսում։ Այո, այստեղ որ արկայցումը նախ մենք պետք է խնդրենք, բայց սկզբից տեսնենք սրա հնար ինչու է նայում, այդ որոնք որ ասում պետք է դիմում գրել երիտասարդը, պետք է դիմում գրել, որ համաձայն չէ, սա լեզ խորը, ինչու համար, սովորաբար, եթե դուք դիմում եք գրում, դուք չէ դուք եմ այդպես, սա բանապետական ինչ-որ բան է, ինչ-որ պարտադում են գրեք, հիմա եթե դու դիմումը գրում ես, դա նշանակ, որ դու համաձայն չես, դա նշանակում է, որ բոլորը համաձայն են, այստեղ այդ ֆոնը կա, որ բոլորը համաձայն են, հիմա շուտակոտ առանցին մարդ համաձայն չի, սա նույնիսկ իր ասում և կարելի է ասկել, ասենք տնօրենները և բան, հիմա շատ բան է, Ֆրանսիայից և այն հավողում են, արդեն ռուսերեն լեզուն, որ սա հենց այդպես հնարք է, որպեսզի անցկացնենք, բանապետական օրենքներ այստեղ է իմաստության դեպքում բանջարական Ժապոնիան, որը սոլիդար համագարքի իրականացումը ու ամենամեծ եսացոշակային զուլետային աշխարհակություններն են, որտեղ ամենաերկարակյաց եթե նա 60 տարեկան դեպքում կամ 20 տարեկան իրան կողմը բավականին լավ նախատեսված։ Իրանք անցան կուտակային 5 տարվա աստիճանով հենց մի անգամ աստիճանավոր է Մեկ տարին չեմ 65 չէ, որովհետև դες են ցայում, Անգլիայում եթե նա կարող աշխատի, նա դեմն առնում սանկարի միգրացիա նախին եթե նա կարող աշխատի, առայր գարացիա դրանցեսը այսօր ամեն երկիր յուդով է համակարգերի չի կարելի հենց պես անմիջապես անցնել պրեզիդենտական համակարգից պարլամենտական հայերը կարող են, բայց Ոս մի անգամից կոմունիզմից գործնացել դեմոկրատիա, այդ համակարգերը ալտերնատիվ են, այսինքն միմյանց հակասով, միմյանց չեսիրով է, ուրեմն մեկից անցնում մյուսը շատ վտանգավոր են, նամանավան, որ պարլամենտական համակարգը հայ ազգային բնավորությանը չի համապատասխան։ Ինչ համար, կարող մաշակ երկաշին, բայց ինչ որ կա, որնակ մեր բնավորության մեջ, դա խնդրական, կրոնիկական անվստահություն։ Չեն հարգում իրենց լիվեր, նամանավան մարդիկ չեն հարգում հետնակավոր ավտորիտետների, ուզում ես ամենը հաճելել է։ Պարոն Կոմիսյանը գարիսային մտքի եթե մենք դավարենք ընդրողի կաղացու, որը հարգի իշխանությունը, չեն հարգում, կապ չունի ով անտեն։ Այո, հաճել։ Հարգի ինստիտուտ։
Թերի նույն մարդն են գա։ Իշխանության ձևը այն ժամանակ փոխվի, եթե մենք հենց պրեզիդենտը կարողանանք մատրել այդ տեխնոլոգիաների զիվել հնակներից կարողանանք մատրել։ Օրինակ, հիմա մենք հասկացել ոչ մի այդպես հասարակական կառուցված չունենք։ Մենք ունենք կանոնացու ցանկացած պետություն ունի իր կողմը եւ ժողովուրդ։ Հիմա մենք sayենք որ այսինքն այն ժամանակ արդեն եղել են ստրուկտուրաներ Արիստոկրատիա, ռեֆերենսիա, խավերներ, հիմա մեզ ոչ ոքի չկա Բանվոր դասակարգ չկա, գյուղացիություն չկա, ինչ-որ չկա, որտեղ քանդված է խոշոր արտադրությունը, արտոնապետությունը։ դասակարգն է բանվոր։ Այո, հիմա ինչի պատճառով չունեն այս աշխարհը, այսպես կոչված, եւ դա վերևից գալիս է, այսպես բաները, ոչ պոպուլար, այսինքն հասարակական համակարգ չվայելող, այս պոպուլարը կամ ոչ պոպուլարը, պետք է հիմա ընդունենք հայկական բառապաշար, այդպես էլ մնա, օգտագործել, չեն օգտագործել։ Ուրեմն ոչ պոպուլար ցավալի ռեֆորմ։ Մենք պրեզիդենտը խոսում են ոչ պոպուլար ցավալի ռեֆորմի մասին։ Սա ուրեմն խայտարակություն է։ Հենց այդ պատճառով առաջանում են բռնի հետապնդում են, օրինակ այդ ռեֆորմի Ուկրաինա։ Սա է ուրիշ պատճառ չկա։ Այդ ռեֆորմների մասին։ Դե ուրեմն ռեֆորմները պետք է լինեն պոպուլար։ Պետք է շատ լավ։ Ինչ կաց, դիտեք սրանով այսօր ավարտենք, ուսանք, որ այս արկայությունները քաղաքական մարդկության վերաբերյալ ճիշտ է շատ հաստատում լույսի կամ քրակի, եւ մենք կարողանանք դրանից